Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Իսկապես ինքը այսպես վախ չունի Սամվել Կարապետյանից եւ այլն, որ ասում է ինքն է իրավիճակին տիրապետում։ Ինչու է այսպիսի քայլեր անում։ Սա ինչ է ցույց տալի։ Ամեն դեպքում ցայտնոտային ցույց է տալիս, որ ինքը մահու չափ վախենում է թե Սամվել Կարապետյանից, թե բոլոր հայրենասերներից հատ առ հատ եւ ամենաահավորը ինքը սարսափում է հայրենասերներից, երբ դրանք լինեն միախմբված, համախմբված եւ միահամուռ ճակատով։ Վերջապես մեր հնարավորություն հասավ հարցը։ Շնորհակալություն։ Իշխող ուժի կողմից չեն դադարում մեղադրանքներն ու քննադատությունները երրորդ նախագահի նկատմամբ։ Մասնավորապես 3 ԿՊԱ-ական падգամավոր Ռուստամ Բաքոյանը խոսելով Սրբազան պայքարի մասին, Բագրատ Սրբազանի կալանավորման, նա նաեւ խոսեց 2016-ի Սասնա ծռերի գործողությունների մասին, այդտեղ նշելով, որ դա գործող օրվա իշխանությունների կողմից ծրագրված իրադարձություն էր, իրողություն էր ձեր Դիմակայելու արտաքին մարտահրավերների հետ կապված։ Ես այդ մի պահը բաց էի թողել Ռուստամ Բաքոյանի ասածից։ Նախ Ռուստամ Բաքոյանի քաղաքական գործընթացները վերլուծելու ունակությունները թույլ չեն տա կարծիք հայտնել այդ գործընթացի մասին, զարմանալի է որ փորձում է, այդ մեկ։ Երկրորդ, թե ինչպես են այդ հրեշավոր իրադարձության հետևանքները մեղմվել ներքին եւ արտաքին ճակատներում եւս մեկ անգամ ցույց է տալիս նախագահ Սարգսյանի եւ հանրապետականի հաջողված քաղաքականությունը եւ երրորդ անդադար նույն բանն ենք ասում 7 տարի իշխանություն են եթե տենց բան կա որևէ հրապարակում նկատի ունեմ իրապահ մարմիններից այդ գործընթացի վերաբերյալ կա այս մարդիկ չեն հասկանում որ իրանք էլ անպատասխանատու բլոգերներ չեն ինչ որ անհասկանալի տարածումով իբր ընդդիմադիր այս կամ այնտեղից սնվող գործիչներ չեն իրենք 7 տարիա ցավոք սրտի իշխանություն են եւ եթե նման բան կա այս 7 տարվա ընթացքում դա չեն կարող ասել բացահայտել եւս մեկ անգամ ասում եմ որ այո 16 թվականին տեղի ունեցած հրեշավոր դեպքերի ահաբեկչության հետևանքների մեղմումը եւ բուն ահաբեկչական 16 Սասնա ծռերի մասին խոսքը եւ բուն ահաբեկչական գործողությունների ժամանակ պետական ապարատի գործողությունները եւս մեկ անգամ ցույց են տալիս թե նման կրիզիսային իրավիճակները մեր իշխանության օրոք ինչպես էին հարթվում Պարոն Մամիջանյան, ինչպես դուք ասացիք եւ խնդրում զուգահեռ պիտի տանեմ այն հրաշքների հավաքույթը որը անդադար ասում է խոսքը գնում է ոչ թե քաղաքացիների մասին այլ իբր քաղաքական գործիչների որոնք անդադար փորձում են 18 թվականին ուժ կիրառելու հետահայաց կոչեր անել նախագահ Սարգսյանին եւ հանրապետականին դրանց մեջ մեծամասնությունը կրկնվում է այն մարդկանց հետ ովքեր նաեւ Սասնա ծռերի ահաբեկչության ժամանակ պահանջում էին ուժ կիրառել բնականաբար ենթադրելով շատ ավելի շատ մարդկային զոհեր քան մենք ցավոք սրտի միևնույն է ունեցանք ոչ մի բան չեմ ակնարկում Իշխանական թևից են ասում ինչի ուժ չկիրառվեց չեմ ակնարկում ես ուղիղ տեքստով ասում եմ որ այդ հանրույթները մարդկանց հաճախ համընկնում են Այս թեմայով է, եթե ես շարունակեմ, հեծի այս խլման գործընթացից հետո սպառողն է ինչպես դուք բնորոշեցիք, սպառողների վրա ինչպես կանրադառնա, շատերը ասում են, որ անջատումներ կլինեն եւ մասնավորին ինչ ազդակ է մղում, այսինքն կարող են թիրախում հայտնվել նաեւ այլ մասնավոր խոշոր ընկերություն։ Ուրեմն մենք այս պահին ունենք մի մարդու լեզուն չի պատվում ասի կառավարություն, մի կառավարիչների խումբ, ովքեր չեն կարողացել այսքան տարի այդ օրենքը կա 3 տարի է լուծեն այն հարցը, որ սուպերմարկետներում տոպրակ կան, տան կամ չտան 3 տարիա իրանք պոլիէթիլենային տոպրակների դեմ են պայքարում ու այդ տղաներն ու աղջիկները պատրաստվում են հեծ աշխատացնել հա դե շատ երկար կարելի է խոսել գազալացակայան բան մի խոսքով այս մարդկանց խումբը տոպրակի դեմ պայքար տվողների խումբը հեծ է ուզում կառավարի թե ինչ ալնելու կարծում եմ մեր քաղաքացիները լավ պատկերացնում են Զանգեզուրում այնտեղ կառավարում է իրանց հանձնված չի լրիվ տարբեր դեպք ժողովուրդ ջան ավարտեմ էլի խնդրում եմ հիմա երկրորդ կետը այն ինչի մասին ես երեկվա իմ հայտարարության մեջ ասեցի աշխարհում շատ քիչ են երկրներ որտեղ հեծի համանման կառույցները ազգայնացվել են ու այդ բոլոր երկրներում դրանից հետո եղել է թանկացում շատ քիչ են եւ բոլոր տեղերում եղել է թանկացում
Եվ երրորդ ասպեկտը, ես բացի նրանից որ կարող եմ մեջ բերել պարոն Կարապետյանի հայտարարությունը եւ խոստումը այսքան տարի չթանկացնել էլեկտրաէներգիան, որը ինքը պահել է, իսկ այս վերջին շրջանում տեղի ունեցած 4 ու 8, եթե չեմ սխալվում, դրամի թանկացման մեջ հեծի մասնաբաժինը կամ հեծի մեղքը կազմում է 0։ Ինքը ոչ այդպեսի հայտ է ներկայացրել, ոչ նման առաջարկությամբ է հանդես եկել եւ այլն եւ այլն։ Հիմա այս փաստերի համադրումից ես առաջարկում եմ պարզ տրամաբանորեն փորձենք կանխատեսել որակը կլավանա, թե կվատանա, սակագինը կբարձրանա, թե կնվազի։ Ջանյան, մի բան էին երեք բանանում տարածում մեյլի այսպես սկրինշոտ, որտեղ երևում է, որ Նիկոլ Փաշինյանը մինչև Կարապետյանի հայտարարությունը հանձնարարել է զբաղվել հեծով։ Ես կարծում եմ, որ նմանօրինակ նամակներ հաշվի առնելով Փաշինյանը թե ինչ է գրում Facebook-ում, դուք պատկերացնում եք նամակների մեջ ինչ էր գրում։ Հետևաբար նման նամակներ կարող է լինեն ցանկացած թեմայով, բայց ակնհայտ է, որ հեծի խլելու գործընթացը եւ Կարապետյան ընտանիքի թիրախավորումը, Սամվել Կարապետյանի ապօրինի ձերբակալումը բոլորը խիստ հետևանք են նրա, որ Սամվել Կարապետյանը իսատար կանգնեց, աջակցություն կանգնեց հայ առաքելական Սուրբ եկեղեցու։ Որ ասում եք խլել, օրինակ հանրապետական կուսակցությունն ինչ առաջարկում, ամբողջությամբ չխլի 50% փայ մտնի, պարոն Մամիջանյան։ Ես կգնահատեմ իհարկե իրոնիան ձեր հարցի մեջ, պարոն Կերակոսյան, բայց եւս մեկ անգամ շատ կարեւոր կետ է այս հարցի հետ կապված։ Այդ 50%-ների միֆից ինչ կա։ 7 տարի է անցել, այդ մեկ։ Երկրորդ, մենք առաջարկում ենք, որպեսզի պետությունը շարունակի գործել կանոնների եւ օրենքների հիման վրա։ Մասնավորապես, եթե կա պետական մարմին, որը պատասխանատվություն է կրում որակի վերահսկման համար եւ հեծի գործունեության համար, դա հանձնաժողովն է, հանրային ծառայությունները համակարգող եւ դրա բոլոր զեկույցները, արձանագրությունները, որոշումները, որ նայում ես կարծես թե առանձնապես պրետենզիաներ իրենք հեծի գործունեության հետ կապված չունեն, կարծում եմ, որ նույն տրամաբանությամբ պետք է շարունակվեր։ Նույն տրամաբանությամբ էլ կշարունակվեր, եթե պարոն Կարապետյանը հրապարակային հանդես չգար հայ առաքելական Սուրբ եկեղեցու պաշտպանությամբ։